Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 17-ի համար։ Այսօր խավարման օրն է, կարևոր օր է բոլորիս համար եւ ընդհանրապես այս մի քանի օր է շատ կարևոր է բոլորիս համար, մինչեւ ամսի 20-ը։ Իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք որ փոխելու են մեր բոլորիս կյանքը հիմնովին։ Այ սկսվում է հենց այս ամսից, իհարկե արդեն սկսվել է ամսի 14-ից եւ շարունակվել է դեռ մինչեւ ամսի 20-ը։ Դե ասացությունները կարող եք հիմա չնկատել, մի փոքր ավելի ուշ նկատեք։ Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, լարված օր է նաև էներգիայով, էներգետիկ օր է, այնպես որ կարող է շատերը իրենց վատը զգան, թույլ զգաք, նյարդային զգաք, ինչ որ տեղեր ցավան, այդպես։ Դիմացեք։ Կախված է, թե ում տան մեջ է տեղի ունենում, որ քարտեզի, տան համարի մեջ է գտնվում այս խավարումը։ Այսքանը տեղեկատվության համար, հիմա տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում այդ օրը։ Բոլոր տարվա ծնվածներին է վերաբերվում, եթե ինչ-որ մի բան այստեղ կիսատ է կամ ձեզ չի վերաբերվում, զգում եք, որ ձերը չէր, ապա կարող եք նայել ամսվա նշանների համար, ձեր արևային նշանը, ձեր լուսնային նշանը, նաև ինչու՞ չէ ասցենդենտի նշանը։ Իսկ մենք գնայենք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 17-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել։ Նաև պետական գործնական այստեղ հանդիպում ունեք, գործնական շփում ունեք, միգուցե դա է, անում եք կամ խոսում եք, բայց ոչ լիարժեք, վերջնական չի դա։ Եվ հուզված սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Բավականին հուզված եք, կամ կարող են գալ ձեզ մոտ եւ այդպես հուզված դիմավորեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 17-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը ինչ-որ մեկից եք հիասթափում կամ ինչ-որ բանից տխրում եք, դա նորմալ է, խավարման օրն է։ Եվ հանդիպում ունեք, այդ օր ուրիշ ոչինչ չունեք։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 17-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց եք սպասելու կամ ինչ-որ բան եք սպասելու, ձեր ցանկությունները կիրականանան, նաև կարող եք հիասթափվել ինչ-որ մեկից կամ տխրել, այդ օրը ինչ-որ մի բան է տեղի ունենում, նաև ժամադրություն ունեն ոմանք սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու և հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 17-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք գնել ինչ-որ մեկի համար, նաև սուտ կա այդ օրը, որը կարող է ձեր տրամադրությունը գցել, մի փոքր նեղվեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ունեք թաքուն սիրավեպ, նաև գաղտնի գործողություններ, մի կողմից երջանիկ եք, մյուս կողմից այստեղ հուզված սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, նաև կարող եք գան հետո արտասվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 17-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, կամ այստեղ կարող է ձեր ընկերոջ առիթն է, կամ ինչ-որ առիթ է, որտեղ կհանդիպեք ձեր ընկերոջը կամ ընկերներին։ Առիթի հրավեր ունեք կամ ձեր տանն է այդ առիթը, դուք եք մարդկանց հրավիրում, տան հետ կապված իրադարձություններ են, այստեղ դե առիթը արդեն կամ ձեր տանն է կամ մեկ ուրիշի։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է նաև բժշկական կենտրոն, ուսման կենտրոնը, կարող է այնտեղից ինչ-որ փաստաթուղթ եք ստացել կամ ինչ-որ մի բան է, որ նշում եք, ով է հղիության հետ է կապված, դա են նշում մարդիկ եւ ձեզ հրավիրել են։ Նաև սա կարող է տան հետ կապված ինչ-որ բաներ են եւ պետական հիմնարկության հետ կապված է, կարող է տան վարձ եք տալիս, գնում եք բանկ կամ վարկ եք վերցնում, տունը գրավ եք դնում եւ այլն։ Եվ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 17-ին։ Հարգելի օձեր, այդ օրը կամ շուտ եք արտանալու քնից կամ ավելի ուշ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Ինչ որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, որը որ ձեզ ցավ է տալիս, կարող եք նաև հուզվել, կարող եք նաև արտասվել։ Այստեղ ունեք ինչ որ իրադարձություն, որը յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում է, միգուցե դա է պատճառը, ինչ որ բան պետք է վճարեք։ Նաև կամ ավարտվում է դա յուրաքանչյուր ամիս ինչ որ կար կամ սկսվում է եւ պետք է անդադ սկսեք վճարել կամ ինչ որ բան, որը որ ձեզ այդքան էլ դուր չի գալիս։ Եվ այդ օրը հրավեր ունեք առիթի կամ դուք կհրավիրեք կամ ձեզ կհրավիրեն այդ առիթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։
Ինչ է սպասվում ձյերին փետրվարի 17-ին։ Հարգելի ձեր, այդ օրը սուտ կա, որ կարող եք վիճել նաև դիմացինի հետ այդ ստի պատճառով։ Ոմանք տուն կմաքրեն, նաև որովհետև այստեղ տան մեջ հանդիպում ունեք, կամ ձեր տուն են գալու, այդտեղ հյուր ունեք, կամ ձեր տուն եք գալու, կամ դուք եք գնալու հյուր այնտեղ ինչ-որ մեկի հետ հանդիպեք։ Հույսով լցված եք, հույսն եք դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, նաև այդ օրը հրավեր ունեք առիթի, կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին, նաև ոմանք ընդունեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված հարցազրույց է, հանդիպում պետական աշխատողի հետ, նաև գործերը առաջ կտանեք, բիզնես առաջ կտանեք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ այստեղ տան հետ կապված հարցեր կարող է ինչ-որ մեկի հետ հանդիպում եք, կամ գնում եք տուն նայելու, կամ տան հետ կապված հարցեր են եւ հանդիպում եք, խոսեք այդ թեմայի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 17-ին։ Հարգելի այծեր, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն, հեռախոսազանգ ունեք, որոշ տհաճ պահեր են օրվա ընթացքում եւ նորություն եք լսելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 17-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, որը ձեր ձեռքում է, ձեզանից շատ բան է կախված, կսպասեք, չեք սպասի, հա, ինչքան կսպասեք, նաև նորություն կլսեք այդ օրը, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, գումար կստանաք, և այստեղ ոչ թե մի բան եք ձեր ձեռքից բաց թողնում և հույսով լցված եք այստեղ, կամ գաղտնի ինչ-որ գործողություններ եք արել, դրա մասին եք մտածում ոչ ոք չի իմանա, կամ գաղտնի այստեղ թաքուն սիրավեպ է, ոնց որ հույսով եք, որ ձեր ձեռքից բաց չեք թողնի և կկարողանաք գնալ հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին փետրվարի 17-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, սպասելու եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որտես հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվեն, կամ դա ավարտվում է, կամ վերջի մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում, կամ նաև նոր է սկսում ինչ-որ մի բան, որը ամսվա փուլեր ունի։ Եվ կարող իմանալ, որ ինչ-որ գործ ձեր չի արվել, դեռ ինչ-որ բաներ պետք է անեք, դեռ չի ավարտվել դրանք և դեռ պետք է անեք։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 17-ին։
Հարգելի շներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը։ Տատանվում եք ճանապարհի հետ կապված, միգուցե մարդիկ են գալու, տատանվում եք, թե ինչ հյուրասիրեք, կամ գնաք արդյոք, թե չգնաք, այդպես։ Եվ ինչ-որ այստեղ նվերը, որը տալիս եք, եւ հետո ինչ-որ մեկից բաժանվում։ Միգուցե այդ մարդը գնում է օտար երկիր եւ այլն, կամ դուք եք գնում եւ նվեր եք տալիս, հետո իրար հրաժեշտ եք տալիս։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նորություն կլսեք եւ որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, կախված առողջության հետ։ Դա կարող է լինել հղիություն, դա կարող է լինել մեկ այլ հարց, որ ամեն ամիս գնում եք։ Միգուցե դա ավարտվում է, այլևս կարիք չկա բուժման, ամեն ինչ նորմալ է, կամ նոր է սկսում շարունակվել, հա, նոր է սկսում, օրինակ ամեն ամսվա ոյցե փուլ, որ պետք է գնաք բժշկի, միգուցե հղի եք եւ արդեն պետք է գնաք ամեն ամիս բժիշկը ձեզ տուկի։ Այսքանը ձեզ համար, ներք ինչքան ունեք 2, 4, 6, 11 իրադարձություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 17-ին։ Հարգելի վարազներ, օրը երկակի է, բավականին, եւ ուրախություն ունեք եւ տխրություն։ Տխուրներից խոսենք, հետո անցնենք լավերին, այստեղ ինչ-որ ցավ է ձեզ տալիս, ինչ-որ մի բան, ինչ-որ մեկ հետ կարող վիճել եւ տխրել դրանից։ Գիտեք, դա կարող է լինել ձեր ուրախության հաշվին, այսինքն ուրախ եք, հետո չգիտեմ ինչ է լինում եւ տրամադրությունը բարձր է, ամեն ինչ լավ է, հետո վիճում եք ինչ-որ մեկի հետ եւ նեղվում եք, սկսում եք տխրել։ Իսկ մյուս կողմից այստեղ ինչ-որ մի բան ձեզ երջանկացնում է, որի համար էլ եւս ուրախ եք։ Տրամադրությունը բարձր է։ Ոմանց սիրո խոստովանություն կանեն այդ օրը, կամ դուք կանեք սիրո խոստովանություն, օրը ընդհանրապես ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված։ Հանկարծակի լուր կլսեք, հյուր կընդունեք, հյուր կգնաք եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։